Ուժեղ Հայաստանի հանրահավաքը Ազատության հրապարակում ավարտվել է, երթ է ընթանում Երևանի կենտրոնում, այս հանրահավաքի կարևոր կետը Սամվել Կարապետյանի ուղերձն էր, որ հրապարակվեց։ Երկար ժամանակ նրա աջակիցները արհեստական բանականությամբ ստեղծված ուղերձներ էին հրապարակում, քանի որ տնային կալանքում գտնվող Կարապետյանի ելույթների վրա արգելք կար, սակայն վերջերս այդ արգելքը հանվել է։ Հանրահավաքին եւ երթին հետևում է գործընկեր Ռոբերտ Զարգարյանը, ուղիղ կապ հաստատենք նրա հետ։ Ռոբերտ, ողջույն, խնդրում եմ ամփոփիր ինչ տեղի ունեցավ հանրահավաքի ընթացքում։ Բարի երեկո Աստղիկ, ներողություն աղմուկը բարձր է, գուցե քո հարցը հստակ չլսեցիք, արդեն հարցրեցիր ինչ եղավ, թերևս ամենը այսպես սպասված ու անոնսված իրադարձությունը Սամվել Կարապետյանի ուղերձն էր, տեսաուղերձը, որը եղավ հանրահավաքի ավարտին, սակայն այն մոնտաժված էր, ուղիղ եթերով չէր, գիտեք, արդեն տևական ժամանակ է վարչապետը այսպես խայթոցներով եւ անգամ ծաղրական տեսանյութեր է հրապարակում եւ ակնարկելով թե նա ինչու եթեր չի մտնում։ Ամեն դեպքում ուղերձը եղավ, այն մի քանի րոպե տևեց, Սամվել Կարապետյանը եւ անվտանգային թեմաների անդրադարձավ եւ տնտեսությունից խոսեց։ Եթե ընդհանրացնեմ, նա խոսեց Մոսկվայի հետ կապերը վերականգնելու մասին, հարաբերությունները վերականգնելու մասին, խոսեց նաև Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարևորության, Լոնդոնի, այսինքն Մեծ Բրիտանիայի, նաև Պեկինի անունը տվեց, թե ինչ այլ թեմաների անդրադարձավ Կարապետյանը, առաջարկում եմ հիմա դիտել։ Արդեն գրեթե 1 տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ, եկեղեցին եւ մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո եւ պառակտված վիճակում։ Վարչակարգը մարդկանց վախեցնում է պատերազմով։ Նրանք նույնիսկ ժամկետ են նշում՝ սեպտեմբեր, որովհետեւ հենց այդ ամսից սկսվեց 44-օրյա ծանր պատերազմը։ Սեպտեմբերին սկսվեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հարձակումը, սեպտեմբերին սկսվեց Արցախի բռնի հայաթափումը եւ էթնիկ զտումը։ Պատերազմներ, որտեղ Փաշինյանը պարտվեց, միտը մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար եւս մեկ պատերազմ պարտվի։ Ես համոզված եմ, որ թույլ չենք տալու։ Իմ խոստումն է, որ մեր հաղթանակի եւ իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելով գալիք սեպտեմբերը եւ դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Ռոբերտ, իսկ Սամվել Կարապետյանի թիմակիցները ինչ ելույթներ ունեցան։ Տաթևիկ կայո հանրահավաքի այսպես առաջին մասում կամ հիմնական մասում, նայած ինչպես կմեկնաբանենք, ելույթ ունեցան նրանց թիմակիցները, աջակիցները, սկզբում մեկնարկային հատվածում խոսեց Սամվել Կարապետյանի եղբորորդին, Նարեկ Կարապետյանը, նա, ինչպես գիտեք, ցուցակի առաջին համարն է լինելու, նա նույնպես տնտեսական թեմաների անդրադարձավ, այնուհետ ելույթներ հնչեցին նաև անվտանգային խնդիրների մասին, առաջարկում եմ դրանցից որոշ հատվածներ դիտենք։ Մեր հայրենիքում մանր, մունր ռեմոնտներ անելու համար չի ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը։ Գալիս են, մի երկու հատ ռեմոնտ են անում ամեն քաղաքում ու գալիս են ասում են մեզ ընտրեք 8 տարի հետո երկրի 30%-ը թշնամուն հանձնելուց հետո, աղքատությունը չնվազեցնելուց հետո, ատելության մթնոլորտ ձերմանելուց հետո մի քանի ռեմոնտ են անում ու ասում են ընտրեք, արժի ընտրել դրանից հետո։ Փոփոխությունը մեր պատմության այս ընթացքում կարող է բերել միայն մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը։ Հավատացեք եւ եղեք Սամվել Կարապետյանի ընկերը Հայաստանում փոփոխություն բերելու պատմական գործում։ Իմ ձեռքերում մեր խորհրդանիշն է, մեր դրոշը,
մեր մյուս խորհրդանիշը վտանգի տակ է այս իշխանության կողմից։ Մեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը մեր սրտում։ Այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ։ Կգնանք վախի եւ ստորացման ճանապարհով, թե արժանապատվության եւ ուժի ճանապարհով։ Մեր ընտրությունը միակն է ու հստակ։ Մենք ընտրում ենք արժանապատվությունը, ընտրում ենք եկեղեցին, ընտրում ենք մեր հայրենիքը։ Հայաստանի անվտանգությունը փոխվելու է։ Հայաստանի անվտանգությունը ուժեղանալու է, Հայաստանում հաստատվելու է ուժեղ և մնայուն խաղաղություն, և մենք Սամվել Կարապետյանի հետ գիտենք ինչպես դա անել։ Թող Աստված օրհնի և պահպանի ուժեղ Հայաստանը։ Շնորհակալություն։ Ուժեղ Հայաստանի հանրահավաքից եւ երթից Ռոբերտ Զարգարյանն էր հաղորդում։ Շնորհակալություն Ռոբերտ։